Կրթության ոլորտը մշտապես եղել է հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամը Հայաստանի սահմանային համայնքներում կառուցում եւ վերակառուցում է մանկապարտեզներ եւ դպրոցներ։ Սևանի երաժշտական դպրոցն արդեն 38 տարի է, ինչ գործում է 4-րդ կարգի վթարային շենքում։ Այստեղ Հայաստան համահայկական հիմնադրամը կառուցել է նոր, մեծ ու լուսավոր երաժշտական դպրոց, որը կապահովի ապագա Սևան համայնքի երեխաների ուսուցման հարմարավետ պայմանները։ Շինությունը 2 հարկանի։ Առաջին հարկ 11 դասասենյակ, երկրորդ հարկ 12 դասասենյակ, շահառու 170 աշակերտ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Բյուջե 240 միլիոն 867 հազար դրամ, 602 հազար ԱՄՆ դոլար։ Հիմնադրամը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում կառուցել է 120 երեխայի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզ, ժամանակակից լուծումներով եւ գունային հարուստ երանգներով։ Կառույցը կապահովի ապագա սաների պայծառ ու վառ մանկությունը։ 2 հարկանի մանկապարտեզ, շահառու 120 երեխա։ Ծրագիրն իրականացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Բյուջե 291 միլիոն 893 հազար դրամ, 648 հազար ԱՄՆ դոլար։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Բանավան թաղամասում ևս կառուցվել է նոր մանկապարտեզ։ Այն նախատեսված է 50 սանի համար, ժամանակակից բոլոր հարմարություններով ու պայմաններով։ Կառույցը 1 հարկանի է, իր նկուղով։ Շահառու 50 երեխա։ Ծրագիրն իրականացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Բյուջե 181 միլիոն 109 հազար դրամ, 452 հազար ԱՄՆ դոլար։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ բյուրականի ուսումնաարտադրական բազայում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից 60 դպրոցական մասնակցեցին բնագիտությունը զվարճալի է տես շոշափիր փորձիր բնագիտական ճամբարի, կատարելով գիտափորձեր, մասնակցելով գործնական դասընթացների։ Ճամբարի շրջանակում դպրոցականներն ուսումնասիրել են բնագիտական տարբեր առարկաներ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ այլն։ Ծրագրի նպատակն էր ակտիվացնել ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական գործընթացները, տարբեր մեթոդների համադրմամբ բարձրացնելով ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ Շահառու 60 աշակերտ, այդ թվում 40 արցախցի։ Մարզեր՝ Գեղարքունիք, Արմավիր, Արագածոտը։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի կողմից։ Բյուջե 11 միլիոն 600 հազար դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար։ Հիմնադրամը Լուսե հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է արհեստների ուսուցում եւ աշխատանքի խթանում Արցախից տեղահանված կանանց համար ծրագիրը, որի շրջանակում Արցախից բռնի տեղահանվածներին, պատերազմի մասնակիցներին, զինվորական ծառայությունն ավարտածներին, պատերազմից տուժած կամ սոցիալապես անապահով ընտանիքներին ընձեռվեց նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ աշխատանք ունենալու հնարավորություն։ Արհեստների ուսուցում եւ աշխատանքի խթանում Արցախից տեղահանված կանանց համար ծրագրի արդյունավետության արդյունքում այն կշարունակվի եւս 1 տարով։ Շահառու 18։ Մարզեր՝ Սյունիք եւ Վայոց ձոր։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի կողմից։ Բյուջե 9 միլիոն 920 հազար դրամ, 24 հազար 800 ԱՄՆ դոլար։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ հանուն հավասար իրավունքներ կրթական կենտրոն հասարակական կազմակերպության հետ համատեղ ծրագրի շրջանակում Արցախից բռնի տեղահանված 22 կանայք ձեռք բերեցին նոր մասնագիտություններ իրենց նախընտրելի մասնագիտական ոլորտում՝ վարսահարդարում, հրուշակագործություն, դիմահարդարում, կոսմետոլոգիա, ֆլորիստիկա եւ այլն։ Հնգամսյա շրջափուլում նրանք իրենց տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնական հմտություններով։ Ծրագիրը շահառու կանանց համար նաեւ վերասոցիալականացման միջոց էր, կրթությամբ եւ հոգեբանական աջակցությամբ։ Հիմնադրամը մշտապես կարևորում է պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման ու տնտեսական հզորացման խնդիրները։ Բյուջե 5 միլիոն 155 հազար դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի կողմից։